Ողջույն սիրելի ընկերներ, ես Մանեն եմ ու այսօր որոշել եմ նկարել վլոգ մեկ օր ինձ հետ ամերիկյան համալսարանում, ավելի կոնկրետ ոչ թե մեկ օր ինձ հետ, այլ պատմությունը, թե ինչպես է ես այստեղ սովորում։ Մենք հիմա գտնվում ենք ոչ թե հենց բուն ամերիկյան համալսարանի շենքում հիմնական, այլ Nigerian building-ում իրենց։ Այստեղ ես արդեն 3 տարի է հաճախում ավարտական արտադպրոցական դասերի, անգլերենի կուրսերի կարելի է ասել, ու որոշեցի ձեր հետ կիսվել ու պատմել թե ինչպես ես հայտնվեցի այստեղ ու ինչպես սկսեցի այստեղ սովորել, որովհետև այս կյանքիս վերջին շրջանում սկսեցի նկատել ու հասկանալ, որ ես գնալով մեծանում եմ ու ինչ որ կյանքիս վերջին փուլում, վերջին շրջանում անընդհատ ինչ որ բաներ են ավարտվում ինձ մոտ, այսինքն անցած տարի ես ավարտեցի իմ դպրոցը, միջնակարգ այս տարի ամերիկյան համալսարանը, այսինքն դասերս անգլերենի, չեմ կարող ասեմ, որ ես հենց ավարտում եմ, բայց այս level-ից, այս term-ից հետո էլ չեմ շարունակելու։ Իրականում հնարավորություն ունեի դեռ շարունակելու ու level-ս էլ ավելի բարձրացնելու, բայց քանի որ ես որոշեցի, որ ամառվանից պետք է սկսեմ իմ պարապմունքները համալսարանի համար ու պետք է խորացնեմ, պարապեմ, որպեսզի կարողանամ ընդունվել համալսարան, պետք է ստիպված ավարտեմ արդեն ամերիկյանից դասերը, ինչպես նշեցի 3 տարի եմ այստեղ սովորել, անկեղծ ասած դեռ երկրորդ դասարանից սկսեցի պարապել անգլերեն, սովորել այդ լեզուն, բայց արդեն հետո շիրակացիում եմ պարապել իհարկե, ճեմարանում կիրակնօրյա դասընթացների էի գնում, բայց հետո, դրանից հետո մաման ուսումնասիրեց ու հասկացավ, որ ամերիկյան համալսարանում կա այսպիսի հնարավորություն, կան այսպիսի դասեր արտադպրոցական ու ես հայտնվեցի այստեղ, անկեղծ ասած, քանի որ ասում եմ երկար տարիներ պարապել եմ անգլերեն, քերականությունից բավականին ուժեղ եմ եղել ու շատ լավ սովորել եմ, բայց երբ որ իմացա, որ այստեղ խոսքի վրա են նաև աշխատում, իսկ ես շատ էի ուզում խոսել, որովհետև քերականությունից շատ լավ էի, հասկանում էի ամեն ինչ, բայց ինքս չէի խոսում ու այդպես եկա ամերիկյան համալսարան 3 տարի առաջ, այսինքն այստեղ Nigerian building ու շատ սիրեցի այս ամեն ինչը իրականում, այստեղ անկեղծ ասած իմ խոսքը բացվեց, ես սկսեցի խոսել ու իհարկե էլ ավելի մակարդակս բարձրացավ, երբ որ ես եկա այստեղ, նախ թեստավորում անցա ու elementary, լեվից elementary մակարդակից սկսեցի, այնուհետև pre-intermediate ու հիմա արդեն intermediate-ն եմ ավարտում, 3 level անցա, 3 level բարձրացա, իհարկե շատ կուզենայի էլ ավելի շատ գայ ու եւս մի քանի level անցնեի, ավելի բարձր մակարդակի տիրապետեի անգլերենի, բայց քանի որ այստեղ ես մտափոխվեցի, հիմա կասեմ թե ինչ հարցում, հասկացա, որ ոչ ես պետք է դուրս գամ, պարապեմ համալսարանի համար եւ հույսով եմ, որ ինչ որ մի օր, մի քանի տարի անց կհայտնվեմ ամերիկյան համալսարանում արդեն որպես ուսանող։ Այս վիդեոն նկարում եմ, որ ինձ հուշ մնա այստեղից կարողանամ մնել եւ միգուցե ձեզ էլ կարողանամ օգտակար լինել եւ հետաքրքրի այստեղի կյանքը։ Ուրեմն, առաջին անգամ 3 տարբեր ուսուցիչների մոտ եմ սովորել, էդ էլ ասեմ, ամերիկյան համալսարանում այստեղ ես մասնակցեցի ներկայացման հենց ամերիկյան համալսարանի բուն շենքում ու այդպես գալիս էի փորձերի, այդ ներկայացումը եղել ամբողջությամբ անգլերեն ու որ գալիս էի փորձերի հետո էլ հենց բուն շենքում, մասնաշենքում ամերիկյան համալսարանի տեղի ունեցավ այդ ներկայացումը, դա դարձավ այն գլխավոր պատճառներից մեկը, որ ես փոխեցի իմ ընտրությունը ու որոշեցի, որ համալսարանը պետք է ընտրեմ ամերիկյան ու հետագայում էլ տարիներ անց, երբ որ գա ժամանակը, որ ես ընդունվելու լինեմ համալսարան, ընդունվեմ ամերիկյան համալսարան, ցանկությունս մեծ է, բայց դրա համար պետք է աշխատել, պարապել, սովորել, որ կարողանամ ընդունվել։ Ես դեռ մանկուց այսպես նպատակային էր ինձ համար դառնալ թատերական, ավելի ոլորտի ուսանող, պարվեստի, թատերական այդ աշխարհում լինել, բայց ամերիկյան համալսարանում սովորելով եւ տարբեր այլ պատճառների, իհարկե պատճառների արդյունքում ես որոշեցի գալ ամերիկյան համալսարան, բայց ասում եմ պատճառներից մեկը հենց բուն իրանց մասնաշենքում ներկայացման մեջ խաղալն էր, ներկայացում անցկացնելն էր։
ու այդպես 3 տարի այստեղ եմ սովորում, այստեղի դասերը գիտեք ինչքանով են տարբեր, այստեղ պարապելով դուք դպրոցի դասերի հետ չեք կարող համեմատել, որովհետև այստեղ երբ որ մենք սովորում ենք, ընդհանրապես ոնց որ դպրոցում չլինենք, вообще դպրոցում չէր, պարապմունքի թեկուզ որ գնում եք ինչ-որ լեզվի կամ պարապմունքների բացարձակ նման չի, այստեղ ավելի շատ մեզ զգում ենք որպես ուսանող, ուսանողական կյանքա, թե լսարանների առումով ինչ չէ, լսարաններում ենք պարապում, փոքրիկ, հա, խմբերով, խմբականակով, ինչպես նաև գրքերն են մեր շատ ուրիշ, վերցնում ենք հատուկ գրախանութներից, անուն ազգանունով, որ մեզ տրամադրեին այս գրքերը հենց այստեղ պարապելու համար, ու դասերը շատ այսպես ուսանողական էին, դասի ընթացքի, դասապրոցեսի, հա, այդ ընթացքն էլ է շատ, ձևն էլ է շատ ուրիշ ու բացարձակ կապ չունի դպրոցի կամ ինչ-որ այլ պարապմունքների հետ։ Մի խոսքով շատ հավես 3 տարիներ են այստեղ անցել ու ես սիրով կհիշեմ այս օրերը ու կարծում եմ, որ կվերադառնամ, կկարոտեմ, այնպես որ հիմա դասս կսկսի, իմ վերջին օրերն են, դա էլ ասեմ, այսօր նախավերջին օրս է, այսօր ունենալու ենք դաս, պլյուս պրեզենտացիա ենք ներկայացնելու, որից հատվածներ կփորձեմ ձեր համար նկարել ու տեղադրել այս վլոգում, ինչպես նաև վաղն եմ գալու, վաղը արդեն գրելու ենք մեր վերջնական թեստը, final exam-ը և արդեն երևի կստանանք սերտիֆիկատները, դա արդեն կտեսնեք իմ ինստագրամում, մեկ էլ ինչ էի ուզում ասեի, հա, այստեղ շատ կարևոր էր բացակայությունները ու ես իմ այդ բարի հետ մինչև այստեղի օրերը կարողացել եմ համատեղել, չգիտեմ, այդ բացակայությունները շատ խիստ էր ու որ sense մի հատ պատահականորեն ինչ-որ համեր կամ ինչ-որ առիթ էր առաջանում, ես չէի կարողանում բացակայել ու այդպես մի ձև ամեն ինչ հասցնում էի, այստեղ բացակայություններին են շատ կարևոր նշանակություն տալիս հաջորդ level տեղափոխվելու համար, մենք գրում ենք միջանկյալ թեստ, final exam-ը եւ իհարկե պրեզենտացիան ու դե դասերի ժամանակ առհասարակ մեր ակտիվությունը, մասնակցությունը, որպեսզի կարողանանք մակարդակը բարձրացնել, որովհետեւ դա այդքան էլ հեշտ չէ։ Մի խոսքով թերևս այսքանը իմ 3 տարվա այստեղ սովորելու փորձառությունից գնամ ներս դասի պրեզենտացիան ներկայացնենք խմբային է մենք արդեն արել ենք obsession թեմայի շուրջ I want to speak about obsessions in movies and books. So obsessions is also a popular term in movies and books, and many characters can become obsessed with love, power, revenge, or perfection. At first, they are obsessed can be normal, may seem normal, but later it becomes dangerous. Obsessions can become dangerous and causes problems. So I think that writers and filmmakers use these stories in their works to show strong emotions and human weaknesses. And the next topic about what I want to speak is about why it's important to keep balance. To keep balance is important. It's very important in our life. So we and people should spend time with their family, with their friends, and take breaks from phones and social media. And I think that every person should have different habits and activities maybe, and rest and mental health is very important in our life today. So I think that it's very important to have balance, and interacts and patience are good, but they shouldn't control our lives.
And in conclusion, to conclude, I want to say that obsessions it can be both, so they can be helpful or harmful because they can create stress and problems in our life, but they can help us to create motivation and to starting new jobs maybe. In conclusion, the most important fact in obsessions is be in balance and can be healthy and it can help us. So thank you for your listening and you can say any questions if you have. Ես որոշեցի ձեզ ցույց տալ նաև մեր լսարանը, հիմա մեր պրոյեկտն է, պրեզենտացիան ներկայացրեցի, դեպ ասում ստացել եմ 10 միավոր 10-ից այդ պրեզենտացիայի համար։ Սա մեր լսարանն է, մի հատ նայեք ես վայբը խնդրում եմ։ Այդ երեխեք սա մի ուրիշ զգացողություն է, որը ես չեմ կարող բացատրել, շուտ հավես աստեղ դասանել։ Այդպես հիմա մեզ մոտ ընդմիջում է, մինչև այս տարի, 2 տարի նախորդ այդ մակարդակների հետ կապված մի ժամ էինք դասանում, հիմա որ մակարդակներից բարձրացել էր, արդեն այս տարի 2 ժամ էինք դասանում ու ամեն մի ժամը մեկ մենք 10 րոպե ընդմիջում ունեինք, այդպես հիմա այդ հերթական ընդմիջման ժամն է, որից հետո արդեն կանենք դաս և այսօր երևի այս կողմի հետ խնդրում եմ նայեք, ստեղից եղեք ես Nigerian Building-ից, ահա որ սիրուն տեսարան էր առաջ, նայեք, քաղաքը երևում էր Մասիսարը այդ ինչ անունը, հա կամուրջը կար շատ սիրուն երևում էր, ուրեմն այստեղ բերեցին այսինչ ինչ-որ նորակառույց շենք են սարքում ու ամբողջ տեսարանը հարամ է անում, չգիտեմ ես ուղղակի ուրեմն սիրելիներս մենք ավարտեցինք մեր այսօրվա դասը, պարապեցինք վաղվա ֆինալ թեստի համար, ես իմ սիրած լիֆտն է, ես միշտեղ նկարվում եմ, միշտեղ սիրուն է։ Այդպես ավարտեցինք մեր դասը, դասից անկեղծ ասած կաթեր չեմ դրել, որովհետև ինձ չթողեցին դասից հատված նկարեմ, իրականում այնպես չի, որ միշտ չեն թողում նկարել, հա ինչ-որ կարճ հատվածներ ես նկարում էի իմ ստորիների համար, բայց ինձ այսօր չթողեցին դասից նկարեմ, որովհետև պրեզենտացիան եմ նկարել, այտենց այսօր կադր չկար, շնորհակալություն որ նայեցիք մինչև վերջ, այսօր այսքանը։